Բարև ձեզ սիրելի բարեկամներ, եթերում Անտապանի քննարկում հաղորդաշարն է եւ այսօր մենք զրուցելու ենք Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի մաթեմատիկական եւ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լենսեր Աղարովյանի եւ Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Փիլիսոփայության գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վիլ Պողոսյանի հետ։ Ողջունում եմ պարոնայք, շնորհակալություն, որ ընդունել եք հրավերը։ Իմ առաջին հարցը ուզում եմ մոտավորապես այսպես ձևակերպել։ Մենք Հայաստանը ապրում ենք քաղաքական բավականին դժվար իրավիճակի մեջ։ Մենք ունենք մի այսպես իրավիճակ, երբ Հանրապետության քաղաքական ղեկավարությունը մշակել է իր համար որոշակի գաղափարախոհություն, որի հիմքը կազմում է այն, որ ինքը ընդունում է եւ Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից արված բոլոր նախապայմանները, որպիսի ուրեմն կարգավորի Թուրքիայի հետ հարաբերությունները, որոնք խզվել էին դեռ 1993 թվականի սկզբից, ուրեմն այդ Արցախյան պատերազմի ընթացքում եւ այդ զիջումները, որի մասին ես խոսում եմ, իրանք սկսվում են ուրեմն Արցախի ժողովրդի տեղանմամբ, փաստորեն Արցախ բնորանը Ադրբեջանի մաս ճանաչելով եւ այնտեղի ժողովրդի փաստորեն տեղանմամբ Եվ հիմա կանդրադառնան ըստ երևույթին այնպիսի հարցերի, ինչպեսին Թուրքիայի նախապայմաններն են ցեղասպանության ուրեմն շուրջ հանձնաժողովի ստեղծում կամ ցեղասպանության ճանաչումից հրաժարում եւ ամենակարևորը երևի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի օրինականացում ըստ նրա, որ ուրեմն դա խորհրդային Հայաստանի սահմանները պիտի ճանաչվեն ըստ այդ պայմանագրերի։ Եվ այս իրավիճակի մեջ մենք տեսնում ենք իշխող կուսակցության բավական ակտիվ դիրքորոշում այդ հարցերի շուրջը, քննարկումներ, խոսակցություններ, բացատրություններ եւ միևնույն ժամանակ չենք լսում մեր մտավորականության վերաբերմունքը այս ամբողջի վերաբերյալ Ես կուզենայի այսօր ուրեմն հնարավորություն տալ մտավորականությանը խոսել այս բոլոր նարատիվների մասին, ինչի կբերի նա, որ այդ բոլոր նախապայմանները ընդունվեն, արդյոք խաղաղությունը, որը որ պիտի հասնի այդ ամբողջ նախապայմանները ընդունելուց հետո կարող է հարատև լինել, արդյոք դա խաղաղություն կլինի, թե դա մի փուլ է մեր հերթական պարտության արդեն դիվանագիտական ճակատում։ Սկսենք ձեզնից, պարոն Աղարովյան։ Նախ պետք է պարզել, թե մենք ինչպես ինչու ենք հայտնվել այս իրավիճակում։ Դժբախտաբար գենոցիդից հետո Ադրբեջանը, Թուրքիան, որը գտնվում էր պարտության եզրին, գտավ միակ տարբերակը, որ իրեն փրկեց։ Դա հետևյալ տարբերակներ կապ հաստատեցին Ռուսաստանի հետ, բոլշևիզմը հաղթանակել էր, բայց ոչ մի պետություն չէր ճանաչում։ Եվ Թուրքիան եղավ առաջի պետությունը, որ դա ճանաչեց, դրան համար ռուսները տվեցին իրեն մեծ քանակի զենք, զինամթերք եւ այլն, եւ նա 20 թվականին հաղթեց փաստորեն Հունաստանին, մեծ կոտարածներ ստեղծելով նաև նրանց համար, եւ այդ բարեկամությունը, այսպես կոչված բարեկամությունը հաստատեցին մոսկովյան այդ չարաբաստիկ այդ պայմանագրով մարտի 16-ին 20 թվականին եւ հետագայում նաև Կարսի պայմանագրով, որը արդեն պայմանագիր էր ոչ թե Ռուսաստանի Թուրքիայի, այլ
նոր ստեղծված հանրապետությունների եւ Թուրքիայի միջև։ Իհարկե Ռուսաստանի այսպես պատրոնաժով։ Ուրեմն դա եղավ եւ փաստորեն նախ կրկնվեց դրա։ Եվ առաջի հարվածը հասցվեց Հայաստանին, որ Հայաստանի մոտ 30,000 քառակուսի կիլոմետր հանձնեցին Թուրքիային, այդ թվում Արարատ սարը, որը արդեն մի հարյուրամյակից ավել գտնվում է Ռուսաստանի տիրապետության տակ, արդեն Ռուսաստանի տիրապետության տակ էր, տվեցին Թուրքիային։ Եվ այդտեղ էլ նաև Թուրքիան հեռահար նպատակ ունեցավ ստեղծել Ադրբեջան կոչվող պետություն, ինչու դա նրան հասավ եւ ինչ նպատակով դա արվեց, որտեղ այս ժամանակ էր, որ հայտնաբերվեց այդ տարածքում նավթ, անգլիացիները արդեն մտել էին փաստորեն Ադրբեջան եւ փաստորեն ցանկանում են նաեւ այդ նավթը նաեւ իրենք տիրանալ։ Եվ բնականաբար այդտեղ արդեն որ սովետական կարգեր էին հաստատվել թուրքական միջամտությամբ անգլիացիների հետ միասին, փաստորեն Շահումյանի այդ իշխանությունը փաստորեն նրանք վերացրեցին եւ ֆիզիկապես եւ ընդհանրապես եւ առաջի անգամ աշխարհում հայտնվեց Ադրբեջան պետությունը կազմեց։ Եվ այդտեղ էր, որ Թուրքիան դրեց նպատակ միանալ տերիտորիալ տեսակետից այդ Ադրբեջան կոչվող պետության հետ։ Եվ ամեն մի հարմար պահի նա հնչեցնում էր, որ Նախճեվանը իրենցն է, Սյունիքը իրենցն է, Արցախը իրենցն է։ Այսինքն դրանք այն տարածքներն են, որոնք բաժանում են Թուրքիան Ադրբեջանից։ Եվ 100 տարի իրենք այդ գիծը շարունակում են եւ այսօր գրեթե հասել են իրենց նպատակին։ Առաջի քարը որ դրեցին, դա Նախճեվանի միացումներ Ադրբեջանին որպես ինքնավարություն, բայց ոչ թե Ադրբեջանի կազմում որպես նրա տարածք, այլ որպես պրոտեկտորատ հասկացողությունը որ բացում է իրավական տեսակետից, դա նշանակում է նրան հանձնեցին մի տարածք, որը իրեն չի պատկանում։ Այսինքն Նախճեվանը այդ հայկական տարածքը, որը դե բոլորը գիտեն, նույնն է այդտեղ ոտ դրել եւ այլն, այդ ամբողջ հայկական այդ հանրապետությունը աստորեն ժամանակի ընթացքում ստեղծեցին այնպիսի պայմաններ, որ հայերը գաղթեն այդտեղից եւ այսօր էլ ոչ մի անգամ չեն հայտնում, որ սա եղել է հայկական տարածք, այլ ընդհակառակ ասում են Ադրբեջանի Նախճեվանի հետ մենք պետք է ունենանք ուղիղ կապ։ Եվ ավելի վատ վիճակ ստեղծվեց, դրանով չավարտվեց հայերի այսպես դժբախտությունը։ 21 թվականի հուլիսի 5-ին Կայբիրոյի որոշումով Ադրբեջանի գցեցին Լեռնային Ղարաբաղը։ Որոշի ավելի ճշգրիտ լինենք, ասենք հուլիսի կայացած որոշումը, որովհետև Կայբիրոյի որոշում այդտեղ չկար ըստ էության, բայց որոշում կար հուլիսի 4-ին, որ այդ տարածքերը հայկական են եւ պետք է մտնեն Հայաստանի մեջ։ Եվ դա արեց Չարաբաստիկ այն ժամանակվա ազգային գործերով կոմիսար Յոսիֆ Ստալինը մի գիշերվա մեջ։ Այդտեղ այդ որոշման մեջ կա երկրորդ կետ, որը ավելի սարսափելի է, քան որոշումը, եթե ամբողջովին տային Ադրբեջան։ Հանձնարարել Ադրբեջանի կենտկոմին որոշել նոր կազմավորվող Լղիմի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանները եւ հաստատել Կայբիրոյի որոշումը։
առանց կայբյուրոյի որոշման նրա ձեռքերը ազատվեցին եւ փոխանակ լղիմի մեջ մտցնեին այն բոլոր տարածքները, որոնք Քուրից մինչև Արաքս մինչև գտնվել են, աստորեն բնակվել են Հայաստանում, հայերով, նա ինչ արեց, վերցրեց Գյուլստանը, Շամխորը, Գետաշենը, որտեղ հայկական բնակչությունը կազմում էր 97-ից 98%, նրանք առանձնացրին եւ տվեցին առանձին շրջաններ, կազմեցին Խանլարի շրջան, եւ այլն, այդ տիպի շրջաններ, եւ նույնիսկ Շահումյանը, որ անմիջապես հենց կպած էր լղեմին, եւ 97%-ը բնակչությունը նորից առանձնացրին որպես լղեմի շրջաններ։ Այդ թվում նաեւ ամբողջ հարավային դիզակի մելիքության տարածքը արդեն Արաքս գետի ձախապով։ Եվ նոր ձևավորված լղիմի ինքնավար մարզը ոչ մի սահմանային կետ չուներ Հայաստանի հետ։ Նա լիովին իզոլացված էր, որովհետև նրանք էլի խորամանկություն բանեցրեցին, արևմուտքում դա Քարբաջարի շրջաններ, Կարմիր Քուրդիստանի ստեղծեցին Կրասնի Քուրդիստան, Կարմիր Քուրդիստան, որպեսզի կրքերը մի քիչ հանդարտացնեն, որտեղ հայերը բողոքում են, կրքերը հանդարտացնել չտա 2 տարի հետո նրանք լուծարեցին, ինչ Կարմիր Քուրդիստան, դեղ քուրդեր չի ապրում եւ այլն։ Այսպիսով նրանք հասան այդ հաջորդ քայլին փաստորեն եւ այս ամբողջ ժամանակի ընթացքում բոլոր այն տարածքները, որոնք գտնվում են լղիմից դուրս, դա Գետաշենն է, Շահումյանն է եւ այլն, ընդ որում այդ տարածքներն են, որտեղ ծնվել են մեր հայտնի զինվորականները, Մարշալ Բաղրամյանը, Բաբաջանյանը, Ադմիրալ Իսակովը, իսկ հարավային դիզակի նահանգում է Մարշալ Խոջակովը, հիմա ասել են դրան, եւ հիմա փաստորեն այդ 100 տարվա ընթացքում նրանք քայլ առ քայլ ամեն մի հարմար պահի այդ հարցը բարձրացրել են, համոզել են, ճանապարհներ են գտել եւ այլն, եւ այսօր մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ հարցականի տակ է դրված արդեն Հայաստան պետության գոյությունը։ Իսկ դա փաստորեն Թուրքիայի նպատակն է, նաև այստեղ հայեր չեն ապրում, չեն ապրելու, ավտոմատ կերպով ցեղասպանության հարցն է մեջտեղից դուրս գալիս, ավտոմատ կերպով ընդհանրապես հայկական հարցը լրիվ դուրս է մնում։ Այսօրվա քաղաքականությունը վերջը բերելու է դրան։ Ես հենց դրա մասին էի ուզում խոսել, մենք փաստորեն արձանագրում ենք պատմական ինչ-որ դեպքեր, ճշմարտություններ, վերլուծում ենք, թե ինչպես է եղել, որպես որ այդ անարդարությունը գնալով աճել է, բայց մեր աչքի առաջ օրերս մի քանի տարվա կտրվածքով մենք ունենք այն, որ փաստորեն Արցախում օրան ունեցող ժողովուրդը, հազարամյակներ ապրող ժողովուրդը, փաստորեն մի քանի օրում տեղահանվեց Արցախից եւ մենք ունենք հիմա մի իրավիճակ, որ մեր քաղաքական ղեկավարությունը փորձում է այդ փաստը մեկն միշտ հանել իր դիվանագիտության մեջից եւ ադրբեջանական եւ թուրքական նարատիվների եւ պահանջների ընդունման գնով հասնել խաղաղության, որովհետև նպատակ որպես այդպեսին ձևակերպում է հայկական պետության պահպանումը, այլապես այն ինչ որ դուք ասեցիք վտանգը հայկական պետության գոյությունն է, հիմա նրանք ասում են այո, վտանգված է հայկական պետությունը եւ մենք պետք է հրաժարվենք բոլոր այն մնացած բաներից, որպեսզի կարողանանք այդ պետությունը պահպանել։ Որքանով է այդ դրամաբանությունը ձեր կարծիքով իրավացի։ Ես երկուստ եմ հարցը տալիս, խնդրեմ առաջ դուք, հետո այդ տրամաբանությունը ոչնչով հիմնավորված չի։
դա Թուրքիայի քաղաքականությունն է, օրինակ Սիրաշահի հայերին խոստանա ամեն ինչ եւ դրանից ոչ մի բան չի փոխվի։ Իր քաղաքականությունը ի վերջո միանալն է նաեւ միջինասիական թուրքալեզու պետությունների, ասենքը նա ուզում է վերականգնել իր գերհզոր պետություն լինելու իմիջը։ Շատ լավ։ Դրա համար Հայաստանին համար եւ տնտեսական տեսակետից եւ մյուս պայմանների այնպիսի վիճակներ մեր ստեղծի, որ հայերը մի մասը ընդհանրապես քոչեն կգնան, մի մասը կձուլվի, մի մասը չգիտեմ կծառայի, նաեւ պիսի հայեր կլինեն եւ մենք կորցնենք մեր հայկականությունը, մեր պետականությունը։ Հետևաբար դուք չեք պաշտպանում այդ քաղաքականությունը, որը հիմքում խաղաղությունն է դրված։ Խաղաղության հիմքում պետք է նախ դնել այնպեսին, որ դու ունենաս նախ քեզ պաշտպանող պետություններ, ասենք դու կոալիցիա պետք է մնաս, հիմա այնպեսի պետք է լինի մի հատ կոալիցիայի մեջ պետք է մտնես։ Հիմա մեր տարածաշրջանը երում է ըստ էության, մենք հայտնվել ենք այդ կիզակետում, մացում ենք սինգուլյար կետ էլի, այդպիսի կետ է, որտեղ ամեն վատ բան կարող է լինի, կարող է լինի նաև լավ բան, նայած է, որ կողմը ինչ, ասենք մենք այսօր պետք է մաթեմատիկական ճշգրտությամբ կարողանանք գնահատել իրավիճակը եւ շարժվել այդ ձևով։ Եթե այդ վիճակը բերել է նրան, որ բառացի ասում են խաղաղություն ենք ուզում, բայց խաղաղություն են ուզում, տեսեք ինչ պայմաններով։ Դուք հանեք Արարատ ծառը, դուք մոռացեք, որ գենոցիդ է եղել, դուք մոռացեք այս վաղը կասեն համար դուք ով եք այստեղ։ Մենք ենք պատմություններ գրում են, մենք Արևմտյան Ադրբեջան ենք, այսօր խոսվում է 350,000 ադրբեջանցիների մասին, որ իբրև Հայաստանում կան, չնայած այդ թիվը 166,000 է եղել ժամանակին, եւ ոչ մի բառ չի ասում, բախր Բաքվում 250,000 մարդ էր ապրում, ամբողջ Ադրբեջանում 750,000 մարդիկ են ապրել են ոչ թե Ադրբեջանի շնորհիվ, այլ ապրել են դարերով։ Այո։ Ես ձեզ ասեցի Արևելյան Հայաստանն է եղել դա։ Հիմա ինչ, նրանց մասին այդ մարդիկ եկել են։ Դե նրանց մասին պիտի բարձրաձայնել հայկական պետությունը, որ չի բարձրաձայնում, որովհետև իր գերնպատակն է այս պահին այդպես կոչված խաղաղության խաչմերուկը եւ խաղաղությունը։ Նախ այստեղ այդ խաղաղությունը Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով չի լինելու։ Այդ խաղաղությունը պահպանում են գերտերությունները։ Այստեղ ես նորից եմ կրկնում, այս սինգուլյար գետում, այս սինգուլյար միջավայրում, որտեղ հայտնվել է մեր ճակատագրի բերումով Հայաստանը, դարձել է խոշոր, գոնե 3 խոշոր կազմավորումների նոկետ եւ առանց այդ կազմավորումների ընդհանուր համաձայնության երբեք այդպիսի բան չէր լինի։ Օրինակ դժբախտաբար ես պետք է ասեմ, որ վարած քաղաքականության շնորհիվ եկավ այնպիսի պահ, երբ որ Ռուսաստանը, Թուրքիան ի վերջո հետևում ամնիչեզոկության պայմաններով եկան համաձայնության, որ Ղարաբաղը պետք է վերադարձվի, պետք է տալ Ադրբեջանին վերջ։ Այսինքն այդ քաղաքականությունը, սխալ քաղաքականությունները եւ դրա պատճառներն էլ կան ըստ էության, որոնք ստեղծվել են։ Շնորհակալություն, պարոն Աղալովյան, ես նույն հարցը ուզում եմ տալ պարոն Պողոսյան։ Խաղաղության գաղափարը, գրավիչը, հետո շատ կարևոր է իրոք, որ գաղափարը եւ ասենք թե խաղաղության պետք է պայմանագիր ստորագրվի։ Այդ սրա մասին է խոսքը, ստորագրելու է թե ոչ։ Հիմա քանի որ այդ շատ ձգձգվեց, ասենք թե ընթացքը այդ ստորագրելու, ինձ թվում է որ ընդհանրապես չի ստորագրվի, քանի որ ասենք թե մենք այնպես մարդկանց հետ գործ, այդպես ազգի ներկայացուցիչների հետ ունենք, ինչպես եղել է, ասենք Մեհմեդ II սուլտանն եղել, որը այդ
շատ մեծ բանա սուլտանը ու մասես որ այդպես կարծիք կա ընդհանրապես պատմաբանների մեջ այդ խաղաղության ինչ որ մտքով խաղաղության միջոցով խապել է ամբողջ ասենք նո երկրներ եւ կորցանել է այդ երկրները այնպես որ հիմա խոսքը դրա մասին որ մենք ում հետ գործ ունենք նախ նո խոսելու ասենք թե նո պետք է նախ պայմ հաշվի նստել նո այսպես գիտնականների հետ հենց կոնկրետ Հայաստանում մենք դա չենք տեսնում նո ընդհանրիկ ասում են այսպես կառավարության թերությունը այն է որ նա այդ օպոզիցիան ընդդիմությունը նո ինչ որ վերացնում մեկ ամիս ինչ անում այո բայց պետք է ճշտել որ գիտության հետ հաշվի չի նստում առաջ օրինակ այդպես որ փիլիսոփայությունը ոտնահարում էր նո ես փիլիսոփամ շատ լավ գիտեմ պայմանները իսկ հիմա գիտությունն է ասենք նո գիտնականներին չեն հարցնում ոչ մի ինտելիգենցիա գոյություն չունի Հայաստանում նո կամ ես իմ դակից չխմած մարդիկ են կամ ես ինչ են նո կամ ծերացած մարդիկ կամ ես մի խոսքով դες նո թեթևամիտ ինչ որ բաներով այդպես ղեկավարում են այլ պետք է հաշվի առնել այդ կարծիքը հիմա մենք ստիպված նո հենց դրա ուզում ենք այդ հարցը դնել որ ինչու օրինակ մեր կարծիքը ասենք թե ակադեմիկոսների կամ ասենք փիլիսոփաներն մեզ հարց տվող չկա հիմա կարևորը սա է նախ պետք է իմանալ այդ որոշումները ով է ընդունում որ պետք է ասենք թե համաձայնվենք թուրքական այդ պայմանների հետ բան դրանք հետո նա կընթառաջեն բան նախ պետք է ասել որ նո հարց տալ ինչու համար մենք պետք է ինչ որ այդպես սկզբնական հարցեր կան այդ հայոց ցեղասպանության ճանաչման կամ արցախյան հարցը ենթադրենք ընդհանրապես ինչ ժողովրդին վերադարձի հարցը հենց առաջին պետք է լրիվ մոռանանք այդ հարցերի Չէ, դուք ձեր կարծիքն եք ասում, թե ինչպես պետք է լինի, բայց մենք տեսնում ենք, որ այդ կարծիքը հաշվի չի առնում, բայց մյուս կողմից ես ուզում եմ ձեզ այսպես ցույց տալ որ երբ որ քաղաքական կուսակցությունը կամ քաղաքական կուսակցության լիդերը իր այսպես գաղափարախոսություններ կարգավորում եւ սկսում հայ մտավորականությունը հիմնական մասով լռում է որովհետեւ հայ մտավորականությունը հիմնականում աշխատում է պետական բուհերում ակադեմիայի համակարգում որը էլի պետական ֆինանսավորման հետ խնդիր ունի եւ ըստ երևույթին դրանից ելնելով աշխատում են առանձնապես չքննադատել, չհակադրվել այդ իրենց պատկերացումներին հակառակ շարժմանը։ Համենայն դեպս ես չեմ տեսնում, որ ավակ սերունդը, հանձինս օրինակ ձեզ, կամ ուրիշների, որոնք կան, ակտիվ կերպով քննադատի այդ դիրքորոշումները, ընդ որում ոչ թե քննադատելու համար, այլ ինչ որ հիմնավորումներով, իրենց պատմական փորձով, գիտելիքներով դիմակայի են երիտասարդ քաղաքական գործիչներին, որոնց իրանց հիմնական այսպես զենքը վերցրել են լկտիությունը եւ ամենաթողությունը։ Ես ուզում եմ հասկանալ, ինչու այ դուք օրինակ գիտությունների ակադեմիայի բաժանմունքի վարիչ եք։ Արդյոք արեք իմ պաշտոնը շարաշահենք, ես դրա հետ կապ չունեմ եւ բոլոր հարցերում ինչ որ վերաբերվել Արցախին, ես բազմաթիվ հոդվածներ եմ գրել եւ ուղարկել եմ ուրեմն հանրապետության վարչապետին, ազգային ժողովի նախագահին, հանրապետության նախագահին։ Այո
Այսինքն այն մարդկանց, ովքեր իրականացնում արտաքին են գործոս նախարարին։ Վերնագրներն էլ 100 տարվա օրինակ թուրքական սուտը մեր դիվանագիտության սև օրը տիպի հոդված եւ Արևելյան Ադրբեջան եւ ասենք թվով մի 5 այդ տիպի ընդ որում դա գրել են ոչ թե հիմա գրել եմ Արցախյան շարժման հենց սկզբից երբ օրինակ ասում էին որ 1 միլիոն հաղթական ունեն ադրբեջանցիներ ես մաթեմատիկական ճշտությամբ ցույց եմ տվել որ 1 միլիոն չի ընդամենը 320,000 որովհետև գոյություն ունեցել 89 թվի մարտահամար, որին Հայաստանը չի մասնակցել, եւ դրա արդյունքները կան, վերցրել են եւ բարեբախտաբար այնտեղ գրած էր որ շրջանով, ըստ շրջանի, ըստ քաղաքների բնակչությունը հասարակական եւ եղել է։ Այդ դեպքում է եւ ասեմ էլի, եւ ոչ մի իմ նամակին ոչ ոք չի պատասխանել։ Մի անգամ միայն նախագահներից մեկը ներսի մի բանը չի նախորդը, ասես ձեր նամակը ստացել ենք, շնորհակալություն։ Դեպքում ուզում եմ հասկանալ, լավ, Նիկոլ Փաշինյանը չի ուզում լսի ոչ մեկին, ինքը պատկերացումներով է շարժում, բայց չէ որ դրանից առաջ նախագահներ, երկու նախագահը գոնե Արցախից էին։ Ես ասում եմ նրանք Ինչն է պատճառը, որ Հայաստանը, հայկական կողմը, այդպես էլ չկարողացավ իր արդարությունը, իր իրավասությունը բացատրել միջազգային հանրության։ Չէ, ես չի ասի, որ այդպես չի, խսեիմի օրոքել են մարդիկ էլի պետությունից կախված են եղել եւ այլն պաշտոն է, բայց պայքարել են եւ եղել է մտավորականների միություն, մտավորականության միություն, որի մեջ եղել են եւ Սիլվա Կապուտիկյանը եւ ակադեմիկոսներ, այդ նաեւ ես եւ ուրիշ գրողներ, դերասաններ եւ այլն, ասենք եւ մենք ամեն մի հարցի վերաբերյալ արտահայտել ենք տեսակետներ։ Այն ժամանակ համաձայն եմ ձեզ հետ, Արցախյան շարժման սկզբում խորհրդային բանի սկզբում եւ այդ պատերազմի ժամանակ եւ նաեւ հետո այդ տիպի հարցերով եւ օրինակ Քիվեստում որ պետք է ինչ-որ բան ստորագրի մտավորականությունը պես լուրջ ելույթ ունեցավ եւ մերոնք չստորագրեցին։ Մերոնք իրականում ստորագրում էին, չստորագրեց Ալիև հայրը, բայց դե վերջը ամենադեպս կա այստեղ շատ կարևոր բայց ճիշտ է հիմա մի քիչ ուրիշ սիտուացիա է իրոք գուցե նույն չունենք այդ տիպի նշանավոր ասենք մարդիկ բնակավարների, որոնք այսօր տոն տան եւ նրանց մեջ կուտակված լինեն նաեւ մեծ հայրենասիրությունը բայց առանձին խմբեր կան, մնում է, որ այդ խմբերը միավորվեն, և եթե դուք նայում եք, երև դրանց տեղ դուք էլ գիտեք։ Ես համանատես տեսնում եմ պասիվություն ավելի շատ, քան թե այդ ձեր ասած։ Դե գիտեք, ասողեն լսողա պետք, հիմա հարցը այնպիսի բաներա, որ մարդիկ գտնում են, որ եսա ճիշտ, համոզված են, որ եսա խաղաղություն եկավ, այդ խաղաղությունը 100 տարով կտևի, բայց ես վստահեցնում եմ, որ այդ խաղաղության պայմաններում ամենաշատը 10 տարի Հայաստանը կդիմանա ինչ-որ ձևով, որից հետո Հայաստան չի լինելու։ Գուցե Հայաստան, ասենք, պետության, ասենք, բանը պահպանվի, բայց հայկական չի լինի այդ Հայաստանը։ Այդ տարածքը կպահպանվի ուրիշի համար, բայց ոչ մենը։ Եվ դա բացահայտ են ասում, ես զարմանում եմ, որ հիմա Թուրքիայի վրա որևէ մեկը կասկածում է, որ իր հարցերը ոնց պետք է լուծի։ Ասում ես տարածքում Հայաստան չպետք է լինի, հայ չպետք է լինի։ Ուրեմն վերջին շաբաթվա այսպես քննարկվող իրադարձություններից մեկը այն էր, որ կառավարությունը որոշում ընդունեց այդ
անձնագրերում դրվող շտամպներից հանել Արարատի նշան։ Քաղաքականության այդ պահանջներից շարունակությունն է։ Այո, բայց օրինակ տարբեր մեկնաբանություններ, հենց քաղաքացիական պայմանագրի կողմնակիցների մեկնաբանությունները, օրինակ այսպիսի մեկնաբանություն կար, որ դրանով իրանք կանգնացրեցին, որպեսզի հանկարծ այդ անցակետը, որ Թուրքիայի հետ կա, թուրքական կողմը ուզում է Քեմալի անունով կոչել, Քեմալ Փաշայի, եւ նրանք ուրեմն դրանով կանգնեցրեցին, որ այդ անցակետը չկոչվի։ Հազար մի պայման կարող է բերեն, եւ այդ անցակետը հույժ կարևոր է այսօր Հայաստանի համար։ Մի անցակետ բացում եք, մի ուրիշ անցակետ փակվում եք դեպի Ռուսաստան, չկարծեք, որ ես Ռուսաստան պես շատ։ Բայց Ռուսաստանի հետ անցակետը մենք տեսնում ենք, որ անընդհատ խնդիրների առարկա է դա։ Նույնն էլ էստեղ է լինելու։ Ինչ տարբերություն։ Արդեն հնացած հարցը նախ հայտնի մի դեպք պատմեմ, մի պատմական դեպքս է եղել։ Ստալինին հարցնում, Ստալինի հետ խոսելիս Թուրքիայի դեսպանը ասում է, հենց նույն բանն ասում է Ղարաբաղ բանը Արարատը չի պատկանում Հայաստանին, բայց թե ամենտեղ կա որպես ինչ-որ այդպես նշան բան, իբրե հայկական է ամեն ինչ, պետք է հանել։ Ստալինին պատասխանում է լուսինը, որը ձեր հենց բան է, ֆլագի վրա է, это вот այդպես է ասում Луна, которая вот как раз таки на вашем флаге изображена, тоже не находится на территории Турции. Այդպես ասում է։ Հիմա սրանք մենակ այդ բաները մոռացել են, հետո դիվանագիտությունը ընդհանրապես շատ թույլ է, ես արդեն շատ եմ խոսել դրա մասին, գրել եմ, բերան փակ դիվանագիտությունը։ Չէ, օրինակ պետք է մի բան ասես, սուս եմ անում, ձեզ։ Դուք ելնում եք այն նախապայմանից, որ այդ ամբողջը պիտի Հայաստանի Հանրապետության ձեր պատկերացրած շահը պաշտպանի, դրա համար իրանք լռում են։ Իրականության մեջ դիվանագիտությունը շատ ակտիվ է, բայց թույլ են, դրա համար են լռում, թույլ։ Այդքան դուք հրաժարվում եք կրթությունից, փիլիսոփայից հրաժարվում եք, կրթությունից եք հրաժարվում, ընդհանրապես դա ինչ արդյունք է բերում, խելքները բան է անում, նույնիսկ թուլանում է մարդու այդ ինտելեկտը, հետո մի հարց էլ կա, օրինակ ինչպես է պատահում, որ ասենք թե վարչապետը այդպես բան է, ասենք թե խոսի, ես եմ կառավարությունը, ես եմ բան, ով դեմ է բան դուք հեռանա եւ այլն։ Սա զորբայություն է։ Հիմա հարց է դրում, սա ինչ պետություն է մեր ընդհանրապես Հայաստանը, Ռուսաստանն է բանը, սովետական նախկին հանրապետությունները, բայց նամանավանդ Հայաստանը հիմա այս պահին Զորբաների կառավարում, զորբաների կառավարման մասին Պլատոնն է խոսում։ Դեմոկրատիա, հիմա մեզ մոտ դեմոկրատիա, չիպուխա полная։ Մեզ մոտ դեմոկրատիա, դիմե, ինչ է նշում, դիմե պատիվ։ Այնպես մարդիկ են, ասենք թե իշխանության գլուխ եկել, որոնք պատիվ են սիրում, իսկ այդ պատվին հասնում են ինչ-որ ունեցված, ուրեմն դա էլ պետք է լինի, դա պետք է ունենանք։ Ինչ-որ բանդերեն իրանց համար կառուցում եմ շենքեր, աշխատավարձն բարձրացնում իրենց։ Ահա։ Ուրեմն զորբաների կառավարում, զորբաներ են, հետո զորբաների ամենն է այդ որ կապված է մեզ հետ, մեր գիտական ինչ-որ հարցի հետ, որ զորբաները իրանց, հայերեն շատ լավ է, տեսեք, ոչ մի լեզվում չկա, իրենց խելքին զոր են տալիս։ Ինչ են խելքին զոր տալ։ Բարարանը բացում ես նեմ, հիմարություն դուրս տալ ասել, ախմախություն ինչ-որ ասել։ Հիմա սա է, այնպես կապակցամ կարելի ես երկու բան ասեք։ Ուղղակի մի երկիր ըստ էության ղեկավարում են համապատասխան ինստիտուտները։ Ասենք պետք է լինեն ինստիտուտներ, որոնք պետք է խիստ մշակեն այդ քաղաքականությունը եւ երկրի ղեկավարի բանն էլ նա է լինում, որ
այդ մշակումները իրականանան։ Մեր մոտ դժբախտաբար ես չգիտեմ այն կենտրոնը, որտեղ մշակվում են այդ պրոցեսները։ Եվ որքանով են, որ մեր մտավորականները մտած ինչ-որ բաների մեջ։ Ես ձեզ այսպիսի մի օրինակ բերեմ, կարծեմ անցյալ տարի էր, ակադեմիայի ուրեմն նիստերից մեկի ժամանակ պետության ներկայացուցիչը խոսում էր նրա մասին, կարծեմ նախագահն էր, որ ինչու մեր ակադեմիկոսները չեն փորձում հիմնավորել այդ խաղաղության խաչմերուկ գաղափարը, որը որ ուրեմն առաջ է քաշել մեր վարչապետը։ Ձեր ասածն եմ հաստատում, որ փաստորեն մեզ մոտ հակառակն է, փաստորեն գաղափարը տրվում է քաղաքական կողմից եւ գիտնականներին ստիպում են, որպեսզի դրանք հիմնավորեն։ Կա ինչ-որ հիմնավորում հիմա ակադեմիական կամ ոչ ակադեմիական շրջանակներից այդ գաղափարները։ Ցանոթ չի։ Գուցե ինչ-որ մարդիկ բանան, բայց այդ տիպի բան չկա, ես ուղղակի մտահոգված եմ մտավորականության շատ մարդիկ, մտահոգ եմ, բայց մինչև այդ ինստիտուտները չստեղծվեն, մենք չենք կարող։ Այսինքն գաղափարական կենտրոնների մասին, հա, տիկտակների երևի, տիկտանքների։ Ընդհանրապես էլ այդ տիպի հիմա վերլուծաբաններ ինչքան ասեք ունենք, խելոք վերլուծաբաններ, բայց դա որ դառնա մի այսպես ինստիտուտ եւ որը օգնի իշխանություններին ճիշտ կողմնորոշվի եւ իշխանությունները պետք է ցանկանան այդ օգնությունը ստանալու։ Մի անգամ կարող է չցանկանալ, որ մի երկու անգամ գանց ֆիասկոյի առաջ կանգնեն, իհարկե պետք է առաջնորդեն, որտեղ բոլոր պետություններում դրանք են, էլի։ Ի հաստատումը ձեր ասացի, ասեմ, որ օրինք Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարյուրավոր այդպիսի կենտրոններ կան, որոնք որ սպասարկում են կառավարության այս կամ այն քանի որ ես գերմանիստ եմ, այսպես ասում եմ, գերմանական մշակույթը եւ այլն, լեզուն, ամեն ինչ մի խոսքով իմ մասնագիտությունը, առաջին մասնագիտությունը մի բան բերեմ այստեղ, ասենք, Հեգելը բերում է այդ խոսքը եւ ծաղրում է, ծաղրում է։ Wem Gott ein Amt gibt, dem gibt auch Verstand. Որ Աստվածը մի պաշտոն է տալիս, նրան տալիս է նաև խելք։ Հիմա մեր ղեկավարները նման ինչ-որ բանով են ղեկավարում։ Հենց պաշտոնը ստացավ, խելոք այնք, այլ ոչ մեկի չի լսում։ Դրա համար 14-ներ խելոք։ Նամանավանդ, հիմա Հայաստանում ինչքան անկրակետ մարդիկ կան ղեկավարող։ Եվ օրինակ այս բանը ռեֆորմա, որ անցկացրել տրանսպորտները, абсолютно бездарная реформа։ Մարդիկ շատերը չեն էլ տրանսպորտ նստում, ոտքով են քայլում։ Ինչու՞։ Դերադասում չպետք է բարձրացվի, абсолютно бездарная, ձեռներից մի բան չի գալիս, շատ կարևոր հարցեր են սրանք։ Ռեֆորմը այնպես պետք է գրավիչ պատելնի, բանել են, չէ, վզներին կապեն, բանանեն, հարկադրեն, ինչի նշանակում ես չեմ կարող տրանսպորտում, ասենք թե մեկի համար, դու մուսել մի հատ ենթադրենք կինայիս ինչ առաջ որ մի շերպես է, չէ։ Չէ, նա պետք է բանանի։ Արիստոտելը ասում է, որ ընդհանրապես այս ունեցվածքի բանի միտքը որն է կամ ասենք թե ուզում եմ այդ բան նվերանեմ, պատարական եմ բան, չէ, եթե իսկ Պլատոնը ասում է, որ նա պետական գործիչները չպետք է ունենան այդ մասնավոր սեփականություն։ Այստեղ նույն բանն է առաջանում, ասենք թե պատժել նրան, համար ես պետք է ենթադրեմ փոքրիկ նվերի նման բան անեմ տրանսպորտում։ Սա հիմարություն է սա։ Այդ մարդիկ տես բաներ չեն կարդացել եւ ոչ մի պատկերացում չունեն պատժի։ Նշանակում սարսափելի բան, տգետ մարդիկ են։ Ատոմ սառնել մյուսի համար։ Երկրորդ անգամ չի դակում։ Ասենք առաջին կո Շատ լավ, հիմա փորձենք ամփոփել մեր այսօրվա զրույցը։ Պաստորեն մենք ունենք մի իրավիճակ, երբ որ հասարակության մեջ գնահատականները տարբեր են։ Կան մարդիկ, որոնք պաշտպանում են վարչապետի տեսակետները այս հարցերի շուրջը, կան մարդիկ, որոնք չեն պաշտպանում։ Որն է լինելու որը պիտի լինի հասարակության քայլը այս ամբողջ
իրավիճակի մեջ, որովհետև պետական կառուցվածքը ինքը գիտություն է, պետություն կառավարել է ինստիտուտները, ինչպիսի կառուցվածք պետք է ունենա այդ ամբողջը եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ դա արվում է այսպես կամայականորեն այդ պահի պատեհությամբ։ Կա ինչ-որ եղանակ դրա ուրեմն դեմ մնալու, գուցե կան գիտական աշխատանքներ, որոնք որ պետք է ներկայացվեն եւ հանրությանը, որպեսզի հանրությունը պարտադրի դա հաջորդ իշխանություններին իրականացնելու համար։ Օրինակ ես իմ գիրքը, որը լույս է տեսել 21 թվականին, հենց այդպես գրում եմ, որ սա հենց առաջին հերթին պետական գործիչների համար է, նստեն ուսումնասիրեն։ Ոչ մեկի չի հետաքրում։ Գրքի անվանումը ասեք, որպեսզի Անվանումը հիշեցնեմ ուղղակի, դա պետք է բերեի, մեկական բերել ցույց եմ տվել այստեղ։ Ну, Русена Иван Ленина. Революция и экономика. Экономика. Это պետք է պատկերացնել դա ինչ բան է, գիտելիք պետք է ունենալ, ասենք я лично, ну как историк американской экономики, հաշվի պետք է նստեն նման բան գործել, ոչ մեկին բան է տղսկի դնոշկա, և академиум բան է տեղ դնոշկա, академиум, там тоже очень умные академики. Ինձ թվում է, որ մեր շրջապատի պետությունները ինչ-որ ձևով ազդեցություն են ունենալու և մերոնք չէ, որ ինքնուրույն պետք է որոշումները կայացնեն, նրանք բաղթեուշ։ Բայց դրանք կարող է և դրական լինեն և բացասական։ Հայաստանի ճակատագրական, այդտեղ մտավորականությունը ինձ թվում է ճիշտ ճանապարհ ցույց կտա էլ ինչ-որ ձևով։ Իրականացնեն, թե ոչ, չգիտեմ։ Այսինքն մենք պետք է աշխատենք ոչ թե ինչ-որ զիջումների գնանք եւ այլն, մենք պետք է աշխատենք մտնել այնպիսի համակարգերի մեջ, իսկ 3 համակարգ կա, պետք է ճիշտ հաշվարկ կատարվի եւ հեռահար նպատակների տեսակետից մտնել այն համակարգի մեջ, որը մեզ կապահովի Սեսիաներ պետք է կազմակերպվեն այս ակադեմիայում եւ երկրորդը նաեւ հեռանկար կունենա։ Ես կարող եմ ասել, այսօր կա ակտիվ գործում է Չինաստանը, ասենք մեր ռեգիոնում նա իր շրջապատն է ուզում ստեղծել, ընդ որում Իրան, Հնդկաստան, Չինաստան, միջավայր նաև Պակիստանն միացած այդ տիպի, եւ վերջապես Թուրքիա, Ամերիկա եւ Ադրբեջանը ստեցան այդ ուղղությունում։ Հիմա պետք է Եվրոմիությունը չէ դիտարկում դուք որպես Եվրոմիությունը նույնն այն որ Ամերիքան ինչ ասի նա այդպես կանի, անկախ Եվրոմիություն չկա։ Բախտաբար առաջ Եվրոպան զոր էր եւ Ամերիկան շատ հարցերում, բայց հիմա Ամերիկան է թելադրում եւ Եվրոպան չի կարողանում որևէ բան անել։ Շատ լավ, եւ ես վերաձևակերպեմ իմ այս հարցը, այնուամենայնիվ ասենք, տեսեք, դուք տեխնիկական բաժանմունքի ղեկավար եք ակադեմիայում կան, բայց հասարակական գիտությունների բաժանմունքներ։ Արդյոք այդ գիտնականները իրենց պարտքն են համարում անդրադառնալ պետության կառուցվածքի, տեսլականի, այս քաղաքական գործընթացների ինստիտուցիոնալ լուծումներ առաջարկելու հարցում։ Նու առանձին հոդվածներ գրվում է, նույն ասենք ակադեմիկոս Քարտովար Սովարյանը վերլուծական հոդվածներ ունի, տպագրված են, բայց այդպես որ հետևողականորեն ասենք մի ուղղություն վերցնեն եւ գնան միջև, գոնե ես ծանոթ չեմ։ Իսկ ակադեմիան կարող է այդ մարմինը դառնալ, ով որ վերցնի այդ ինստիտուցիոն, չէ՞ որ տեսականորեն կան, բայց ակադեմիայում էլ մարդիկ կան, որոնք անտարբեր են եւ մարդիկ էլ կան, որ ակտիվ են։ Օրինակ պատմության ինստիտուտի եւ ասենք թուրքագետ ակադեմիկոս ունենք, որոնք ակտիվ ինչ-որ ձևով աշխատում են քննարկել, ասել, ցույց տալ ինչ ուղղությամբ գնան։
Ну, բայց դա պետք է վերջը դառնա միասնական բան էլի, որ դրա համար ես տեսնում եմ ուղղակի այդ տիպի կոալիցիաների մեջ մտնելը մեզ կարող է փրկել, իսկ այդպիսի զիջումները մեզ ոչինչ չի տա։ Փորձենք ամփոփել այսօրվա հաղորդումը, փաստորեն ձեր խոսքը գրեթե ամփոփիչ եզրակացություն էր, լսենք նաև պարոն Պողոսյանին, ինչ պետք է արվի այս իրավիճակի մեջ Հայաստանի դուրս գալու Հայաստանի այս վիճակը թեթևացնելու իմաստով։ նո նախ պետք է դիմել մասնագետներին, օրինակ ես Այդ ովքեր են այս մասնագետները, էլի ես ուզում եմ հասկանալ։ Այդ մեր պրեզիդենտներին նամանավանդ այս երկու Ղարաբաղյան Արցախյան պրեզիդենտներին ունեցել ենք, չէ՞, 20 տարի ղեկավարը հասկացել եմ, օրինակ ենթադրենք, այնպես մարդ պետք է ուղարկվի Իսրայել, որը գերմաներեն իբրև մայրենի լեզու համար գերմաներեն մայրենի լեզու է։ Գերմաներեն ասենք թե բան, հետո առնչվել է այնպես դասախոսների հետ, որոնք իրան շատ են օգնել, որոնք հрьяաներ են եղել, երկուսն ասեն, որպես այդ գերմաներենը սովորելու համար, ես հայտ շատ հայտնի Մարկնուս Լևինի մոտ եմ սովորել եւ ասենք թե Մոսկվայի ասպիրանտուրայում թեատրել Շոյզերման, շատ հայտնի մարդիկ են դրվում, ուղարկել։ Ոչ մի լրություն, այ ոնց Լենսերն ասում, ոնց ինչքան դիմել է, բան լրություն, это не кретины разве? Հակալություն պարոնակ, հետաքրքիր զրույցի համար, սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար, տեխնիկական ֆիզմատ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Լենսեր Աղալովյանի և փիլիսոփայական գիտությունների դոկտոր պրոֆեսոր գերմանագետ և փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ Վիլ Պողոսյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք և մինչև նոր հանդիպում։